Բայց չի որ ինչ-որ մեկին կանչես, այդ քննիչը ինձ 1000 անգամ հարցրել է, որտեղ է եղել, ով է եղել, ես միշտ իրան պատասխանել եմ, որ չեմ հիշում։ Իսկ հիմա ստացվելու է, որ դու ինձ ստիպելով ու վախացնելով ես տեղ բերել։ Ու պարզ է քեզ են կասկածելու։ Մտածելու են դու ես այս ամեն ինչը սարքել։ Չես այդ, պետք է զանգել։ Հասկանում ես, ես մի անգամ քեզ լսեցի։ Այն ժամանակ, որ դեռ պետք է հիվանդանոց տանեի ու այս ամեն ինչը սենց չէր գնա։ Բայց քեզ լսեցի ու հայտնվեցինք կրակի մեջ։ Հիմա արի ուղղակի իմ ասածով անենք։ Պետք է զանգել ու այդ մարդկանց կանչել։ Կգան ամեն ինչ կհավաքագրեն, չգիտեմ, այդ նշաններ, ինչ-որ ցուցումներ, հաստատ իրանք ավելի լավ գործ կանեն, քան մենք սեդ։ Ու կգտնեն, կբացահայտվի, պետք չի այս շանսը բաց թողնել, սեդ։ Արի ուղղակի զանգենք ու գան, լավ։ Բայց ստեղ կապ չի բերում, պետք է դուրս գանք։ Հարութ չէ, խնդրում եմ, հավատա ինձ պետք չի ոստիկանություն զանգել։ Ստեղ միակ կասկածյալը դու ես։ Խնդրում եմ, նենց մի արա, որ քո արած լավությունը վատություն դառնա քո համար։ Ես շատ լավ հիշում եմ այսօր քո մամայի հայացքը։ Գիտես ոնց էի ամաչում, որ նայում էի իր աչքերին։ Ուրիշ ինչ-որ մեկը լիներ, ուղղակի թևիցս կբռներ ու դուրս կշպրտեր ինձ տեղից։ Բայց քո մաման բացեց իր սիրտը իմ առաջ։ Ու ինքը քեզ է սպասում, դու պիտի տուն գնաս։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Ես հաստատ այս տարածքը տեսնելով ինչ-որ բան կհիշեմ։ Հաստատ այս ամեն ինչը կօգնի ինձ։ Ախր փողոցից շատ հեռու է, այդքան ճանապարհը ոնց ես անցել, հնել այդ վիճակում։ Չգիտեմ, երևի այնքան վախեցած եմ եղել, որ ինչ-որ գերբնական ուժով վազել եմ։ Ես չեմ հասկանում ոնց եմ այդքան ճանապարհ անցել։ Բայց հիմա գիտակցում եմ, որ շատ լավ է եղել, որ հենց քեզ եմ հանդիպել։ Պատկերացնում ես, եթե հանկարծ քեզ չհանդիպեի։ Այդ մթության մեջ այդքան ճանապարհ եմ անցել, ում կհանդիպեի ու ինչ կլիներ, բարձ չի։ Սեդ, ուղղակի մի տխրի։ Հանկարծ չնեղվես, դու էր չի ասում, որ պետքա պայքարել, իսկ հիմա տես աչքերդ լցրել ես ու հեսա կլացես, իսկ քեզ լացել պետք չի, որովհետև դու էր ասում, որ պետքա պայքարենք։ Այնպես որ լացելով չեմ պայքարում, տենց քեզ ոչ մեկ չի հավատա։ Ուղղակի ես էլ ուժ չունեմ, իմ համար շատ ծանր է։ Այդ ցավը լացելով չի անցնում։ Պիտի ուղղակի պայքարենք ու նենց անենք, որ արդարությունը հաղթի։ Դու մի քիչ առաջ աշխարհին ապացուցելու բան ունեիր։ Հիմա ինչ եղավ քեզ։ Ինչի փոխվեցիր։ Պետք է շուտ ուժեղանալ ու բոլորին ապացուցել, որ մենք ոչ մեկի չենք խաբել։ Ես քեզ շատ շնորհակալ եմ։ Դե էլ չլացես։ Սեդ ստեղ մնալը էլ ոչ մի բան չի տալու մեզ։ Մեքենան էլ լավ հեռու է կանգնած, մինչև հասնենք մոթը կընկնի։ Արի քայլենք ու համել այդ ընթացքում կորոշենք, թե ինչ ենք անելու, լավ։ Բացի դուռը։ Վայսյուզի դուռը բացի շատ պիտի սպասեմ։ Էլեն ինչի ես եկել, որը 1000 անգամ գանից գնում ես, որ ինչ։ Սեդանա կանչել, իրան պիտի տեսնեմ։ Սեդան։ Երբ է կանչել։ Կլինի դուռը բացես նոր այդ հարցերիդ պատասխանեմ, հո հանցագործ չեմ։
չես թողնում ներս գա։ Չէ, ասում եմ հարցիս պատասխանի նոր է զանգել։ Հա, մի քիչ առաջ։ Կանչելա, թող ներս գնամ։ Հենց հիմա պտտվում ես ու գնում ես տուն։ Բարի գիշեր, Էլեն ջան։ Սյուզի, ես ո՞նց ես խոսում հետս։ Քույրդ եմ, այս ժամին եկել հասել եմ։ Չես թողնում ներս գա։ Չէ, չեմ թողնում։ Այսօր ամբողջ օրը մեր տանն ես եղել։ Բոլորը քնած են։ Դու էլ անկոչ հյուր չես։ Գնա, ասում եմ։ Հա, ոնց ես։ Այս ճանապարհը ինձ չի սիրում Հարութ։ Կամաց թուլանում եմ։ Սեդ, ինձ նայ։ Սեդ։ Հա, լավ ես, չէ՞։ Ասա, որ լավ ես։ Սեդ։ Դե, Սեդ, ասա, որ լավ ես։ Սեդ։ Սեդ, ասա, որ լավ ես, Սեդա։ Հա, մինաս ինչ ա եղել։ Ինչի խառնեցի ջեր, տուն եմ գալիս։ Բա ասում էիր այսօր տուն չես գալու։ Չկարողացա աշխատել, ահա որ հոգնած եմ։ Հիմա տուն եմ գալու, վաղ առավոտ կգնամ։ Սեդա, աղբերդ գալիս ա տուն, օֆիսում չի մնալու։ Ու ես գաղափար չունեմ, թե դու ոնց ես տուն մտնելու։ Որ ինքը քեզ չտեսնի, լսի, բայց հիշի, ինձ խոստացել ես, որ ինձ պրոբլեմների մեջ չես գցելու։ Սեդ, հանգիստ։ Ես քո հետ եմ, ոչ մի բանից չվախենաս։ Խմի ես ջուրը։ Փորձի կարգավորես շնչառությունդ։ Բան չմնաց, արդեն տեղ ենք հասնում։ Այն քո չսիրած ճանապարհն էլ արդեն վաղուց անցել ենք։ Ոնց է եղել այսօր Սեդան։ Դե ոնց պիտի լինի, էլի իրա սենյակում փակված, ոնց գիտես։ Ես իրեն ասել եմ, որ կամ ինքը սկսելու է ճիշտը խոսալ եւ հիշի ամեն ինչ։ Կամ էլ շարունակելու է պաշտպանել տաքսիստին։ Եթե երկրորդն է, ինքը այս տան մեջ տեղ չունի։ Ինքը գիտի, որ իմ ասածը կանեմ։ Բայց քանի որ հիմա այս տանն ապրում, ես չեմ ուզում ինքը իրեն գերի զգա։ Ես ինչ արամ։ Մի հատ հազ դիր։ Սեղանի շուրջ եմ ուզում հետը խոսեմ։
Մինա, սպասի։ Բան ունեմ քեզ ասելու։ Բայց խոստացի, որ չես գոռավրես։ Հիմա ինչ է եղել։ Շատ վատ եմ, Մինաս։ Շատ վատ եմ։ Արի խոսանք։ Ուր ես։ Սպանելու եմ քեզ։ Եկա արդեն վերջ ստեղ եմ։ Գիտես, որ Մինասը սենյակում է նվերի հետ։ Նվերի։ Հա, ու մենք այդ տղուն պիտի շնորհակալություն հայտնենք, որ հենց հիմա է եկել։ Մինասը արդեն գնում էր քո սենյակ։ Ես չգիտեմ ոնց ենք այս ամեն ինչի տակից դուրս գալու։ Շաքարս բարձրացավ, մյուս անգամ սենց բան չանես, լսում ես։ Հենց հիմա շուտ գնա սենյակը, շուտ։ Ինչ է եղել։ Ոչ մի բան։ Բացատրեցի իրեն ամեն ինչ։ Ոնց հասկանում եմ ինքը շուշուտ է սենց գալու գնա։ Շատ սխալ ես հասկանում։ Ես իրեն շատ մանրամասն ամեն ինչ բացատրել եմ։ Իսկ դու ինչ էիր ասում։ Էդ էի ասում։ Ինչ էիր ասում։ Դու ինձ ասացիր մի բան ասեմ չջղայնանաս։ Դե հենց էդ էի ուզում ասեի, էլի։ Ուզում էի ասեի, որ այսօր էլի է եկել։ Ուղղակի չգիտեի ոնց ասեի։ Մամ ջան, ես այսօր ուշ եմ գալու։ Հետս բանալին կվերցնեմ, դու չանհանգստանաս ու հանգիստ կպարկես քնելու, լավ։ Ուր ես գնում։ Դե հազիվ մեքենաս տվել են, ուզում եմ գնամ մի քիչ աշխատեմ։ Ամբողջ օրը ղեկ լինես լինելու։ Դե հա, Կօգնես։ չեմ հոգնի մամ ջան, մի քանի օր սենց կաշխատեմ ու հետո նորից կանցնեմ հին ռեժիմին։ Ինձ հիմա ցրվել է պետք, մամ, չեմ ուզում ոչ մի բանի մասին մտածեմ։ Գնացի։ Ալո, Մանե ջան, բարև, ոնց ես։ շատ վատ։ Այսքան վատ երբեք չեմ եղել։ Նույնիսկ բանկատան անցկացրածս օրերը այսքան վատը չէին։ Այդ շենքում գոնե ցավիս պատճառը ես չէի։ Ուղղակի գիտեի, որ ծնողներիս պետք չեմ եղել ու իրանք են այդ ցավը ինձ տվել։ Բայց հիմա պենց չեմ մտածում։ Այս ամենի մեղավորը ես եմ։ Ինձ ցավեցնողը ես եմ։ Իմ վրա դանակ պահողը ես եմ։ Էս ինչ վիճակում ես, Մանե ջան։
Արի խոսենք էլի։ Հարութը բան չի ասում, դու էլ ոնց հասակ ես կետին ախր։ Արի խոսենք էլի։ Արի։ Հարութը արկել էլա ձեր տուն գամ։ Հիմա տանը չի։ Խնդրում եմ, արի էլի։ Դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում։ Միչև չիմանամ ինչ ա եղել, չեմ հանգստանա։ Խնդրում եմ, արի էլի։ Իմանալուց հետո ինձանից ավելի կսկսես զզվել։ Ես չեմ ուզում, ուղղակի չեմ ուզում քո աչքից ընկնել։ Ես երբեք մայր չեմ ունեցել ու այդ բացի իմ կյանքում դու ես լրացրել։ Ես քեզ այնքան շատ եմ հարգում ու սիրում, որ ուղղակի չեմ կարող ասել, թե ինչ եմ արել։ Մանե, եթե չգաս, ես եմ գալու։ Ինչ անեմ, որ գաս։ Խնդրեմ, որ գաս։ Արի։ Չէ։ Ուրեմն սպասում եմ։ Գիտեմ, որ հիմա շատ զբաղված ես, բայց հետդ կարևոր բան ունեմ խոսելու։ Ինչ ես ուզում։ Դու հիմա ինձանից նեղացած ես, վիրավորված ես։ Մտածում ես, որ ես քեզ անընդհատ խաբում եմ, բայց տենց բան իրականում չկա։ Դու արդեն բաժնում ցույց տվեցիր, թե դու ինչքան ես իմ մասին մտածում։ Թե իմ խոսքը, թե իմ վիճակը ինչքան կարևոր է քո համար։ Մին ասեն, ինչ որ եղել է բաժնում, ճիշտ էր։ Ու եթե նորից այդ ամեն ինչը կրկնվեր, ես նորից նույնը կանեի։ Ես չեմ ուզում դրա մասին խոսամ։ Եթե ուրիշ բան ունես ասելու, ասա։ Եթե չէ, այս թեման փակենք։ Ես սկսել եմ ինչ-որ բաներ հիշել։ Շատ բան չեմ հիշում, բայց տեղանքը, շինությունը, այդ շինությունը փողոցից շատ հեռու էր, որ այդ կողմել նայեր, չէիր հասկանա, որ այդտեղ ինչ-որ շենք կա։ Դրա համար ոստիկանները դժվարությամբ կգտնեն։ Խնդրում եմ, կգաս միասին գնանք։ Կարաս քննիչին էլ ասես մեր հետ գա։ Վստահ չեմ, բայց ուզում եմ հավատալ հիշողությանս։ Ես ավելորդ հարց քեզ էլ չեմ ուզում տամ։ Ու չեմ ուզում կորցնեմ մի վայրկյան։ Եվ ուզում եմ գնամ քո ճանապարհով։ Եվ քանիշն էլ անպայման պետք է գա։ Ես գնամ պատրաստվեմ։ Ուզում եմ քեզ տեղյակ պահեմ, որ ես Մինասը ու քննիչը գնում ենք Սևան, որովհետև ես Մինասին ասել եմ, որ ինչ-որ բաներ եմ հիշել։ Ու եւս մի անգամ էլ եմ ասում, շատ շնորհակալ եմ քեզ, որ ամեն ինչ թողեցիր ու եկար իմ հետ։ Որովհետև եթե դու չլինեիր, ես երևի դժվարությամբ կկարողանայի հիշել։ Հանգստացի։ Արի նստի։
Նստի։ Դե պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Կներես ինձ, խնդրում եմ կներես, որ չկարողացա արժանի լինել քո արածներին, կներես, որ ես ձևով ես ամեն ինչը գնահատեց, կներես։ Կարող ես առանց լացելու պատմել, բացատրել ինչ ա եղել։ Ես շատ վատ բան եմ արել։ Էդ ինչքան վատ բան ես արել, որ չես կարողանում քեզ ներես։ Ես շատ մեծ սխալ եմ արել։ Բոլորս էլ սխալվում ենք, բալջան։ Այս աշխարհում չկա մեկը, որ չսխալվի։ Ով չի սայթաքում։ Բայց լինում է, որ ընկնում են ու էլ վեր չեն կենում, լինում է, որ ընկնում են, ցեխերից դուրս են գալիս, թափ են տալիս իրանց ու առաջ են գնում։ Նայած ինչ ձևով են ընկնում ցեխը, ես ամբողջ գլխով ընկել եմ այդ ցեխը։ Մեր բաժանման մեջ Հարութը մեղավոր չի։ Ես եմ մեղավոր։ Մեղքը իմ մեջ է։ Խնդրում եմ Հարութի հետ չխոսես։ Պետք չի, որ ինքը ինչ-որ քայլեր անի, անիմաստ է, ավելի ճիշտ կլինի, որ ինքը իր կյանքը ճիշտ դասավորի ու իրան արժանի աղջկա հետ լինի, որը որ կկարողանա իրան ճիշտ ձևով գնահատի։ Բայց ինչ ես արել։ Ինչ ես արել, որ չես կարողանում քեզ ներես։ Թողել եմ, որ ինձ խաբեն ու օգտագործեն։ Ու շատ վատ ձևով օգտագործեն։ Շատ մեծ հույս ունեմ, որ գոնե մի բան կգտնենք, գոնե մի հետք։ Ես էլ հույս ունեմ։ Քնիշն էլ մեր հետևից է գալի իր ավտոյով։ Դու ուշադիր եղի ճանապարհին, որ չշեղվենք։ Մինաս, բայց ճանապարհի կեսից պիտի ոտքով գնանք, որովհետև մեքենան չի անցնի։ Կարևոր չի, կգնանք։ Կարևորը մի բան գտնենք, մի հետք։ Տենց սկսել ես լավ հիշել, հա արդեն։ Հա, սկսել եմ հիշել։ Չեմ հասկանում, ինչ ես ասում։ Շատ լավ հասկանում ես։ Ուղղակի չես ուզում գիտակցես, որ ես նման քայլի ընդունակ եմ։ Չես ուզում հիասթափվես։ Չես ուզում վիրավորես, բայց Էլ մի ասա։ Երդվում եմ ես ինքս չհասկացա, թե ոնց տենց թուլացա, երդվում եմ։ Խնդրում եմ գոնե դու ինձ հավատա, ես Հարութի մոտ չեմ արդարացել, բայց քո մոտ ուզում եմ արդարանամ։ Ուզում եմ, որովհետև մտածում եմ, որ որպես մայր դու ինձ կհասկանաս ու կօգնես, որ ես ինքս ինձանից չզզվեմ, որ ես հոգեվիճակիցս դուրս գամ։ Բայց դու ասում ես, որ այդ քո որոշումն է եղել։ Հա։ Իմ որոշումն է եղել, բայց ես խաբվել եմ։ Ես ուղղակի մտածում եմ, որ ինձ սիրում են, բայց Ոնց կարելի է սեփական կյանքդ այդ ձևով խորտակել։ Ոնց կարելի է քամու կոտրած
Պատուհանին հավատալ։ Ինչ սիրո մասին ես խոսում։ Ինչ սեր։ Հարութը քեզ չի սիրել։ Ես եկա։ Դու ինչ ես անում ստեղ։ Հայր ինչ ես հասկանում։ Ինչ գործ ունես ստեղ։ Հա, ես մեղավոր եմ։ Ես մեղավոր եմ, բայց քո մեղքն էլ կա։ Դու միշտ ինձ ես մեղադրում։ Դուրս արից տեղից քեզ ասում եմ։ Դուրս։ Մյուս անգամ չփորձվես մտնես այս տուն։ Չգասում օրս մոտ խղճարություն չառաջացնես, հասկացար։ Ես իրան չեմ ասել, թե դու ինչ ես արել, որովհետև ինքը քեզ շատ է սիրում, ինչի համար որ ափսոսում եմ։ Չեմ ասել, որ ցավ չապրի։ Ոչինչ, ես այդ պատասխանատվությունը ին վրա եմ վերցրել։ Թող մտածի ես եմ մեղավոր։ Տենց ավելի լավ է, քան թե իմանա թե ով ես դու։ Ես չեմ եկել խղճահարության հետևից, որովհետև դրա կարիքը չունեմ։ Ուղղակի մամա զանգեց, խնդրեց ու ես եկա։ Ուզում էր իմանալ, թե ինչ է կատարվել։ Ես էլ արդարության համար ասեցի, որ խաբվել եմ ու Մեղմ բառեր մի ընտրի։ Դու չես խաբվել։ Դու ծախվել ես մանե։ Ես հիմա չեմ ուզում քեզ ինչ-որ վատ բաներ ասեմ։ Ոչինչ, ժամանակը կգա ամեն ինչ ինքդ կհասկանաս։ Հիմա ես քեզ ինչ էլ ասեմ, դու հենց ցավը չես ապրի ինչ որ պետք է։ Բայց ժամանակը ամեն ինչ կանի։ Կգա պահը ու կհասկանաս թե ինչ ես կորցրել։ Մի քանի թանկանոց նվերի համար դու ընդամենը ծախեցիր քեզ։ Բայց կարեր ունենայիր տուն, ընտանիք, երեխաներ։ Բայց չունես։ Չունես, որովհետև ծախվել ես մանե։ հա։ Ես սխալվել եմ։ Ես տրվել եմ սխալ վերաբերմունքի ու ոնց ասում ես թանկ նվերներին, բայց այս ամենի մեղավորը մենակ ես չեմ։ Հիմա ինչ։ Պետք է նորից անտարբերությունը մեջ բերես։ Կամ էլ ասես, որ քեզ լավ չեմ վերաբերվել։ Սուտ է այդ ամեն ինչը մանե։ Ես քեզ միշտ եմ սիրել։ Միշտ, ու դու այդ ամեն ինչը լավ գիտես։ Ես միշտ պատրաստ եմ եղել կողքդ լինեմ։ Ցանկացած հարցում միշտ օգնել եմ քեզ մանե։ Բայց դու ինչ արեցիր։ Ուղղակի թքեցիր այդ ամեն ինչի վրա ու անցար առաջ։ Մի քանի քրճոտ բրենդի համար ուղղակի ծախեցիր քեզ։ Ոչինչ։ Գիտես, ես էլի կմնայի կողքդ։ Եթե այս ամեն ինչը քո սրտով չլիներ, քո որոշմամբ չլիներ։ Եթե բռնանային, բայց չէ, դու ինքդ քո որոշմամբ տրվել ես ուրիշին մանե։ Փոստորեն կմնայիր կողքիս, եթե Սեդայի նման բռնության ենթարկված լինեի։ Ճիշտ եմ հասկանում, որ հիմա դու ինձ ու Սեդային ուղղակի համեմատում ես։ Ճիշտ ենթատեքստը տեղ հասավ, հա։ Չէ, ընդհանրապես։ Ուղղակի փորձում եմ պատկերավոր նկարագրեմ, որ հասկանաս թե ինչ կանեմ քեզ, սիրել ու ինչերի եմ քո համար պատրաստ եղել։ Բայց էլի եմ ասում, դու այդ ամեն ինչի վրա ուղղակի թքած ունեցար ու անցար առաջ, գնացիր լավ կյանքի հետևից։ Դե խնդրեմ, գնա քո ճանապարհով։ Հերիքա։ Ուղղակի հերիքա։ Հասկացա, որ սխալ եմ։ Հասկացա, որ քեզ արժանի չեմ։ Հասկացա, բայց դու իրավունք չունես իմ հետ սենց խոսալ։ Ուղղակի իրավունք չունես։ Լուրջ, իրավունք չունեմ։ Կարող է առիթ էլ չունեմ, կարող է հիմքեր էլ չունեմ ես սենց խոսալու համար։ Դու շատ շուտով կհասկանաս, թե ինչ է եղել։ Ժամանակը կգա ու կհասկանաս, որ այս ամենի մեղավորը մենակ ես չեմ։ Դու էլ ես մեղավոր։ Դու էլ։ Չես խոսում։ Ժամանակը կգա կիմանաս։ Ես էլ կուլ չեմ տալու։ Մի գնա։ Պետք չի։ Գնանք ներս։ Ներսում ամեն ինչ վարված է, ու մոխիրն էլ թարմ է։ Ոնց է տենց բան հնարավոր։ Ոնց եղավ, որ դու հենց այսօր հիշեցիր ու հենց այսօր այդ ամեն ինչը վարվեց։
Ես չգիտեմ, ինչ որ մեկը փորձում է ամեն ինչ անի, որ ես հույս չունենամ ինքս ինձ փրկելու։ Ու ես դրանից արդեն վախենում եմ։ Ճիշտ է, ես փորձագետ չեմ, բայց մոխիրից երևում է, որ թարմ է։ Ես խումբ կուղարկեմ, որ հետաքննություն հասկացնեն։ Իսկ մինչև այդ ոչ մի բան ասել հստակ չեմ կարող։ Պետք է սպասենք։ Ինչքան սպասենք։ Ես վստահ եմ, որ այդտեղ ա եղել, հիմա ավելի քան վստահ եմ։ Բայց հիմա ոչ մի բան ապացուցել չի լինի, չէ՞, ոչ մի մատնահետք չի լինի։ Սկսել եք արդեն հիշել, այդ արդեն լավ է։ Ուրեմն էլի ինչ-որ բան կհիշեք։ Այդ շատ դժվար է, ես հազիվ եմ հիշում։ Վերջապես իմ մեջ հույս էր ծնվել, բայց հիմա այդ հույսն էլ է մեռնում։ Ժամանակի շուտ պետք չի հիասթափվել։ Ամեն ինչ պարզ կլինի փորձաքննությունից հետո։ Այս գործը շատ շուտ պետք է պարզվի։ Ինձ պետք է արդյունք։ Լսում ես։ Արդյունք։ Չեմ հավատում։ Ոնց որ երազում լինեմ, ոնց որ իմ հետ պատահած չլինի, ոնց որ այդ մարդուն ես չեմ ճանաչել, այդ երեխունի։ Մամ, խնդրում եմ, կլինի փակենք այս թեման։ Փակենք ու էլ ընդհանրապես չխոսենք այս մասին։ Մոռացի ուղղակի, մամ, մոռացի ու թող ես էլ մոռանամ, կլինի։ Բայց ախր ով է։ Ես չգիտեմ ով է։ Չգիտեմ, բայց այն, որ իրան ոչ դրթել են այդ ամենին, ոչ համոզել, այլ ինքը իր կամքով այդ ամեն ինչը արել, այդ տենց է։ Ու ես կպարզեմ, թե ով է եղել, մամ։ Կպարզեմ։ Վախենում եմ, որ մի փորձանքի չգաս։ Ես վաղուց փորձանքի մեջ եմ։ Վաղուց այդ փորձանքի մեջ եմ, մամ։ Ինչ ա եղել։ Երեք գիշեր անգամ ներս չթողեցիր։ Այսօր զանգում կանչում ես։ Մարդ քեզանից բան չի հասկանում։ Վերջը տեկել է։ Կանչել եմ, որ զգուշացնեմ։ Այսինքն Սեդան քիչ-քիչ սկսել է հիշել։ Ու հիմա Մինասի հետ գնացել են այդ տեղը, որտեղ դեպքը եղել է։ Ու Աստված չանի, եթե քո հետ կապված մի բան գտնեն։ հա, շատ լավ է, որ հիշել է։ Բայց ես վախենալու բան չունեմ։ Իմ մտքին Հոսեդային այդ աստիճանի վնաս տալը չի եղել։ Բայց ամեն դեպքում քո մտքում մի բան կար։ Ու ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Սյուզի ասում եմ չէ։ Ու հերիքա ինձ մեղադրես։ Հիշելա թող հիշի։ Այդ ինքնապաշտպանական ռեակցիա տես միացրել։ Բայց զգացել ես, որ ձեռքիդ շարժումներ ու դեմքիդ արտահայտությունը ընդհանրապես խոսքերիդ հետ չեն համընկնում։ Գույնդ նենց ես գցել, դարձել ես մումիա։ Ու ուզում ես, որ ես քեզ հավատամ։ Սյուզի ասում եմ կապ չունեմ։ Ես քո վրա խաչ կքաշեմ, եթե ճշմարտությունը ջրի երես դուրս գա։ Մինասին ամեն ինչ կպատմեմ, ու բոլորին կպատմեմ, ու քեզ ոստիկանության ձեռքը կհանձնեմ։ Հա ինձ հետ ինչ ուզում ա թող լինի։ Հաստատ կանեմ, որովհետև ես չեմ ուզում ես մեղքի տակ մնալ։ Ես երեխա ունեմ։
ու ինքը դեռ պիտի կյանք տեսնի։ Ես մեքենա եմ պատվիրել, հա ճիշտն ասած հասցեն չգիտեմ դրա համար չեմ նշել։ Հա, որ գա կբացատրեմ։ Բարի։ Ով է։ Ամեն ինչ չպիտի քեզ ասեմ։ Նվերն է։ Չպատասխանես։ Հերիքա, հա, ինձ կառավարես, քո դիմաց Եվան չի։ Ալո։ Ուր ես։